Այս կնոջը համարում են հրեշ, ով սպանել է իր 4 երեխաներին ու բոլորը միտված են նրան դատել մինչև վերջ։ Քեթլինը մանկուց շատ դժվար կյանք է ունեցել եւ նրա աչքի առաջ հայրը սպանել է մորը, որից հետո աղջիկը տարբեր դեպրեսիաների մեջ է ընկել, բայց դեռահասության տարիքում ամեն ինչ կարծես թե անցել է։ 20 տարեկան հասակում նա ամուսանում է իր սիրած տղամարդու հետ եւ կարծես թե ամեն ինչ պետք է իդեալական լիներ, սակայն երբ որ նրանք առաջին երեխային են ունենում, մի քանի շաբաթ անց երեխան մահանում է։ Երբ որ երկրորդ երեխային են ունենում, մի քանի ամիս անց երկրորդ երեխան մահանում է, երրորդ երեխան քնի մեջ է մահանում, այդպես նաև չորրորդ երեխան մահանում է։ Բոլորը կարծում են, որ Քեթլինն է մեղավոր եւ տղամարդը, նրա ամուսինը բաժանվում է, ինչպես նաև դատի տալիս կնոջը, որովհետեւ նա վստահ է, որ բոլորի մահվան մեջ Քեթլինն է մեղավոր, ավելի կոնկրետ նրա կարման։ Իսկ գլխավոր հետքը դատարանի համար հանդիսանում է Քեթլինի օրագիրը, որտեղ նա նշում է, թե ինչ դեպրեսիաների մեջ է, երեխաները խանգարում են նրան, որպեսզի նա քնի, որպեսզի նորմալ ապրի։ Ամուսինը պնդում է, որ այս ամենը հետծննդաբերական դեպրեսիա եւ դրա պատճառով է, որ Քեթլինը սպանում է իր բոլոր երեխաներին։ Դատը ավարտվում է նրանով, որ ամուսինը շահում է ու կնոջը ձերբակալում են։ Այս ամենից մի քանի տարի անց 2013 թվականին Քեթլինի փաստաբանները դիմում են դատարան գործը վերաքննելու համար։ Ամուսինը չի համաձայնվում, բայց դատարանը որոշում է նրանց լսել, երբ որ 100-ից ավել, ինչպես նաև Նոբելյան մրցանակակիր հանդիսացող բժիշկներ ստորագրում են այդ փաստաթղթի տակ, որտեղ ապացուցվում է, որ բոլոր 4 երեխաները ունեին գենետիկ մուտացիա, որի պատճառով էլ նրանք չէին կարող ապրել։ Այսինքն այստեղ Քեթլինը կամ նրա ամուսինը մեղավոր չէ, այստեղ գենետիկ մուտացիան է ամբողջ խնդիրը, որի պատճառով երեխաները կամ քնի մեջ էին մահանում։ Այս ամեն ինչը քննվում է շատ երկար, դատարանը չի համաձայնվում, բայց հետո անցնում է մի քանի տարի եւ 2023 թվականին կնոջը վերջապես ազատ են արձակում, բայց այս ամեն ինչը դեռ քննվում է։ Այսինքն կնոջը կարող է եւս մի քանի տարի անց հետ կանչեն ու ձերբակալեն, որովհետեւ բավականին ապացույց չի, որ կինը չի սպանել իր երեխաներին, այլ դա գենետիկ մուտացիայի արդյունքն է։ Կինը ներկա պահին փորձում է ամեն կերպ հասարակության մեջ արդարանալ եւ ցույց տալ իր դերը, որ նա ոչ մի մեղք չունի եւ իրականում, եթե միայն բժշկական տեսանկյունից նայենք, ապա այո, կինը ոչ մի մեղք չունի, բայց եթե հոգեբանական տեսանկյունից նայենք, ապա ըստ տղամարդու եւ մի շարք այլ մարդկանց հենց նա էլ սպանել է իր երեխաներին։ Մեկնաբանություններում կիսվեք ձեր կարծիքով, չմոռանաք կնոջ օրագրի մասին եւ գենետիկ մուտացիա։ Ինչ եք կարծում, որ տարբերակն է ավելի